Եվ Հարկ Հավիդյանը Սավիդենից ամեն։ Այսօր Հայոց տուն նախաձեռնության մեկնարկն էր։ Տնտեսությունը Հայոց տունը հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված ապակուսակցական համահայկական կառույց է, որն իր շուրջն է համախմբել հայոց պետականության գաղափարին հավատարիմ եւ փորձառու մասնագետների։ Սա զուտ ներազգային ինիցիատիվա է եւ որևէ քաղաքական տար որևէ հավակնություն ոչ մեկիս մոտ այստեղ նստածների մոտ չկա։ Եվ որպես բժիշկ ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը այսօր թերևս որոշակիորեն հիվանդ է եւ առողջացման կարիք ունի։ Տարածաշրջանում սրընթաց աշխարհաքաղաքական փոփոխություններն ու մեր սխալ դիրքավորման վտանգն է համախմբել ազգային ընտրանուն։ շարունակում է խորանալ։ Կառույցի անդամները համոզված են, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ ամենաբարդ խնդիրներն անգամ լուծելի են։ Այո, ճանապարհը կորցրել ենք։ Եվ այդ ճանապարհը մեր իրապես հայկական ճանապարհը նորից պետք է վերագտնենք միասին։ Մենք պետք է կողմ դնենք եւ ձեռփազատվենք սիրողական մակարդակով եւ պետականությանը վերաբերվելու եւ ազգային խնդիրներին վերաբերվելու եւ նամանավանդ այսօրվա այսպիսի գոյաբանական մարտահրավերներ ունեցող ներքին խայտառակ իրավիճակում պառակտված թշնամանքի ուղակի կրիտիկական զանգվածը անցած հասարակության մեջ։ Եվ Հայոց տունը այդ ուղին ճանապարհը նորից փորձելու է միասնաբար Հայաստանի, նորից եմ կրկնում, եւ Սփյուռքի բոլոր այն մտավոր ներուժը, այն կարողությունները օգտագործելով շարժվել առաջ։ Կառույցը կառաջնորդվի պապենական ազգային պատգամով՝ միասնություն, համերաշխություն եւ սեր։ Թող Տիրոջ օրհնությունը ձեզ առաջնորդի։ Հայկական մշակույթում հյուրասիրությունը սրբազան արժեք է, որը սկսվում է ոչ թե սեղաններից, այլ մտքերից ու ընդհանուր նպատակներից։ Հայոց տան դուռը բաց է բոլոր այն հայերի, այն կազմակերպությունների հայաստանյան թե սփյուռքյան, որոնք մտածում են հայկականության, համահայկականության սկզբունքներով, որոնց գործելակերպի եւ որոնց թիրախը լինելու է հայոց պետականության զորացումը եւ հայության ապագայի կերտումը։ Հայոց տունը Հիմնադիր անդամները վստահ են, պետության ամենաթանկ ռեսուրսը երիտասարդությունն է, որի շարժիչ ուժը պետք է ներգործի ոչ միայն ապագայի, այլ նաեւ ներկայի բաղտորոշ իրադարձություններին։ Դերևս ամենամեծ ուժը այսօր մեր հասարակությունը, որ ունի մեր հանրությունն է, ինձ երիտասարդությունն է։ Մենք պետքա կարողանանք գտնել երիտասարդության հետաքրքրությունները։ Արդեն մի քանի տարի է Հայաստանում խորանում է գաղափարական անդունդը, զրկելով մեզ ապագայի հանդեպ հավատից ու հստակ կողմնորոշումից։ Շատերը կարող են հարցնել, բա ինչի հիմա, բա առաջին չէի անում, բա ինչի անընդհատ sense փորձեր են անում։ Եթե մարդու տուն ուզում են քանդեն, ինքը անդադ չի ուզում սարքել։ Մենք էլ մեր հայոց տունն ենք ուզում սարքել, բարեկամ։ Երազանք ունեն կազմակերպության հիմնադիրները կառուցել հայոց տուն եւ վստահ են, օրհասական պահերին ստեղծված համախմբման կառույցը չի կարող եւ չպետք է լինի այս պահական հստակ քայլերով դեպի նպատակ։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։